Երկերքոց, որ Սողոմոնինն է։ Սողոմոն խաղաղություն է նշանակում, որով Քրիստոսին է ակնարկում, քանզի նա է մեր խաղաղությունը, ինչպես ասում է առաքյալը։ Պողոս առաքյալի թուղթը Եփեսացիներին 2-րդ գլուխ 14-րդ համար։ Արդ, որովհետև նոր ծնունդով ծնվեցինք, աղաչենք ծնողին մայրական սիրով համբուրել մեզ, մոտեցնել աստվածային բերանը, որպեսզի երբ նա համբուրի մեզ, նույն բերանից խմենք այն, որ ինքն ամենասուրբ բերանն ասաց. Եթե մեկը ծարավ է, թող գա ինձ մոտ և խմի։ Հովհաննեսի ավետարան 7-րդ գլուխ 37-րդ համար։ Այս բանի համար է ասում. պիտի համբուրի ինձ իր բերանի համբույրներով, 1 գլուխ 1 համար։ Եվ մենք լինելով անառակ որդի, համբույր ենք ստանում երկնավոր հորից, ինչպես որ ավետարանի առակում է ասվում։ Արդ, աղաչենք, որ այն սերը, որով մեզ սիրեց, ավելանա առակի համբույրով։ Զի բարի են ստինքները քո գինուց ավելի, 1 գլուխ 2-րդ համար։ Պատվիրանները, որ ծնվում են հոգուց, գրքերի ստինքներից, բարի են, քան գինին, ըստ մարգարեի ասացի, թե քո բերանի խոսքերն ինձ համար առավել են, քան հազարավոր ոսկի և արծաթ։ Գիրք Սաղմոսաց 118-րդ գլուխ 72-րդ համար։ Որովհետև կաթը, որ ստինքից է բխում, կենդանության պատճառ է, իսկ գինին միայն զորության։ Եվ քո յուղերի հոտը հաճո է բոլոր անուշահոտ խունկերից։ Այսպես են առաքինությունները և բարի գործերը, որոնք աստվածային յուղից են բուրում, այսինքն ինչ որ ուսուցանում է Սուրբ Հոգին նրանց, ովքեր նրան մոտենում և հոտոտում են։ Քո անունը թափված յուղի պես է, 1 գլուխ 3-րդ համար։ Չէ որ ամանից թափվածն անզննելի է, և միայն ամանով է ճանաչվում նրա մեջ եղած յուղը։ Այսպես էլ աստվածային բնությունն անզննելի, անիմանալի և անտեսանելի է, ինչպես թափված յուղը։ Արդ, ինչպես որ պատվական յուղով ամանն է անուշահոտում, այդպես էլ արդարների և մեղքերից մաքրվածների հոգիները։ Արդ, եթե աստվածության անունը թափված յուղի պես է և անհասանելի է մարդկային, նաև կատարյալ սրբերի, և ոչ միայն սրբերի, այլև բոլոր երկնայինների ճանաչողությանը, սակայն որքան հնարավոր է մեր բնությանը տեսնել թափված յուղը, տեսանք Սուրբ Կույսի միությունից, որ ինքը Տերն ասաց կույրին, երբ հարցրեց. դու հավատում ես Աստուծո Որդուն, և նա պատասխանեց. ով է Տերը, և Տերն ասաց. դու տեսար նրան, և ով խոսում է քեզ հետ, նա է։ Հովհաննեսի ավետարան 9-րդ գլուխ 37-րդ համար։ Աստվածացյալ մարմինը տեսնելով, ասաց. անտես յուղը տեսնել։ Սրա համար օրիորդները սիրեցին քեզ։ Օրիորդներ նրանց է կոչում, ովքեր մեղքերից մաքրվեցին, նույնպես և հրեշտակներին։ Քեզ հետ քո յուղերի հոտերի հետևից պիտի ընթանանք։ Քանզի նրանք, ովքեր արժանի են լինում Աստծո խոսքը ճաշակելու և նրա հոտն առնելու, անհագաբար յուղերի հոտի հետևից են ընթանում, և երբեք չեն դադարում ընթանալուց, եթե անգամ բանտ և կապանք վիճակվի կրել, և հետ չեն դառնում, եթե նույնիսկ հարկ լինի թողնել որդիներին, ինչպես որ հանձն էին առել առաջին սրբերը, ովքեր այս հոտը հոտոտեցին։ Հարսն օրիորդներին պատմում է Փեսայի մասին, թե նա ինչ է շնորհել իրեն։ Հարսը եկեղեցին և ժողովուրդն է, իսկ օրիորդները հրեշտակները և սրբերը, ինչպես ասաց մեղքերից մաքրվածը։ Արդ, հարսը պատմում է օրիորդներին, այսինքն առաջին հայրերին և մարգարեներին և արդարներին, նաև հրեշտակներին։ Տարավ ինձ արքան իր սենյակը, թե ինձ արքայություն իր բնակությունը փոխադրեց, որովհետև մեր բուն բնակության դրախտի փոխարեն, որից մերժվեցի,
առավելագույնը տվեց ինձ։ Հարսը պատմում է օրիորդներին և նրանք ասում են. «Ցնծանք և ուրախ լինենք քեզ հետ միասին և գինուց առավել սիրենք քո ստինքները»։ Այսինքն արդարները ուրախակից են լինում հեթանոսների փրկությանը և միասնաբար ցնծում են Հիսուս Փրկիչով և փոխադարձաբար սիրում են միմյանց սիրո ստինքները, որ Աստծո պատվիրաններն են։ Օրիորդները հարսին հայտնում են Փեսայի անունը։ Օրիորդներ ասելով հասկանում է Քրիստոս Փեսայի բարեկամներին, բազում անգամ պետք չէ մեկնել։ Ուղղությունը սիրեց քեզ։ Այս և Դավիթն է ասում։ Ուղիղ է մեր Տեր Աստվածը։ Գիրք Սաղմոսաց 91-րդ գլուխ 16-րդ համար։ Արդ, եթե նա, որ ուղիղն է, սիրեց մեզ, նույնը քեզնից է պահանջում, սեր սիրեցյալից։ Հարսն ասում է. «Սև եմ ես և գեղեցիկ, դուստրեր Երուսաղեմի, իբրև վրանը Կեդարի և իբրև խորանը Սողոմոնի։ Մի նայեք ինձ, սևացած եմ, քանզի խետ նայեց արեգակն ինձ։ Մարտնչեցին իմ դեմ որդիներն իմ մոր և ինձ այգեստանի պահապան կարգեցին, բայց ես իմ այգին չպահպանեցի»։ Առաջին գլուխ 4-րդ համար։ Արդ եթե ասածներն այս մարգարեական խոսքերին չեն հարմարվում, դու մի պահանջիր ավելի հավաստին, որովհետև տիեզերական երանելի վարդապետ Հովնանն ասում է, թե եբրայերենից հունարենի թարգմանելով խոսքի բովանդակ իմաստը հունարենով հնարավոր չէ հաղորդել։ Քաղված է Սուրբ Հովհան ոսկեբերանի արարածոց մեկնությունից։ Պատրոլոգիա գրեկա, հատոր 53, 21-54 էջեր, հատոր 54, 385-580 էջեր, 581-630 էջեր։ Վերջինս իր 8 ճառերով հայտնի է նաև հայերեն թարգմանությամբ։ Հովհաննու ոսկեբերանի Կոստանդնուպոլսի եպիսկոպոսապետի ճառք, Վենետիկ, 1861 թվական, էջ 56-109, նաև Էջմիածին, 1997 թվական, էջ 150-169։ Մանավանդ որ մենք հունարենից կամ ասորերենից ենք թարգմանել, և այն հայոց լեզվում ավելի մթագնած է։ Նույն բանն ասում է նաև Գրիգոր Նյուսացին սրա մեկնության մեջ։ Տես Սուրբ Գրիգոր Նյուսացի մեկնություն երկերքոցի, ճառ 2, Մաշտոցյան մատենադարան, ձեռագիր 1013, թերթ 49b-55a։ Բայց խոսքի իմաստն այս է. երբ օրիորդներն ասում են հարսին, այսինքն հավատացյալ դարձած հեթանոսներին, թե ուղղությունը քեզ այսպիսի մեծ սիրով սիրեց, նշանակում է այլևս մի շեղվիր և ուղղությունից մի հեռացիր։ Դառնում է հարսը գոհանալով Քրիստոս Փեսայից, պատմում է իր առաջին հանցանքները և կրած պատիժները։ Սև եմ ես, որ այժմ նրա ողորմությամբ գեղեցկացա, դուստրեր Երուսաղեմի։ Երուսաղեմի դուստրեր արդարներին է ասում, նաև հրեշտակներին ևս սովոր է դուստրեր կոչել, որ բազմիցս հանդիպում է մարգարեական գրքերում։ Համեմատիր Եսայիի մարգարեություն 37-րդ գլուխ 22-րդ համար, Զաքարիայի մարգարեություն 2-րդ գլուխ 10-րդ համար, 9-րդ գլուխ 9-րդ համար, Ողբ 2-րդ գլուխ 1-ին համար, 4-րդ գլուխ 21-րդ համար։ Զի կանանց պես համեստություն ունեն և կանանց ցեղն ավելի պատկառելի է, քան տղամարդկանցը։ Իսկ երբ ասում է, թե իբրև վրանը Կեդարի, գլուխ 1-ին 4-րդ համար, Կեդարը խավար է նշանակում, այսինքն թե սատանայի վրան եղա ես, և Աստուծո ողորմությամբ այժմ Սողոմոնի խորան դարձա։ Այս տաճարի մասին է ասում Սողոմոնի խորան, թե Սողոմոնի խորանի նման Աստծո տուն եղա,
ապա դարձյալ առաջվա տգեղությունը հիշելով վրա է բերում, ասելով. «Մի նայեք ինձ, զիսևացած եմ»։ Առաջին գլուխ 5-րդ համար։ Մեղքով սևության մասին է խոսքը, որովհետև հանցանքներն իմ ըմբռնելով խետ նայեց ինձ արեգակ Աստված։ Սրանով հասկանում է դառնության պատիժները, որ Աստված տվեց իրեն, ինչպես նաև Աստուծո երեսից և դրախտից զրկվելը։ Եվ այս որ հանցանքի համար եղավ, ասում է հարսը, իմ մոր որդիները մարտնչեցին իմ դեմ։ Իմ մոր որդի սատանային է կոչում, զի մեկ արարչից են ստեղծված։ Եվ դրեցին ինձ պահապան այգեստանի, բայց ես իմ այգին չպահպանեցի։ Սրանով էլ հասկացվում է այն, որ ասում է. Աստված դրեց նրան փափկության դրախտի մեջ այն մշակելու և պահելու։ Գիրք Ծննդոց 2-րդ գլուխ 15-րդ համար։ Ոչ թե մշակման կամ պահպանության կարիք ուներ դրախտը, ուր կար ամեն տեսակ վայելչություն և աստվածային պահպանություն, այլ արդարություն գործելու և առաջին վարդապետների պատվիրանները պահելու։ Հարսն ասում է Փեսային. «Պատմիր ինձ, որ սիրեցիր անձն իմ, ուր ես հովվում հոտը քո, ուր ես հանգստի տանում միջօրեին, որպեսզի գալիս չմոլորվեմ քո ընկերների երամակների մեջ»։ Առաջին գլուխ 6-րդ համար։ Արդ, երբ հարսը Փեսային պատմում է, թե որ տգեղությունից և սևությունից ինչպիսի գեղեցկությամբ փոխվեց, Փեսան անհիշաչար է լինում հարսի գործած անօրենության համար, իր անսահման սիրուց մղված։ Նույնպես և հարսը, նրա սիրով բորբոքված, աղաչում է Փեսային պատմել, թե որն է այն ճանապարհը, որ խնամվում է Հովվի ձեռքով, առաջնորդվելով դեպի անըստվեր լույսը, որպեսզի կարողանա թշնամու որսից անպարտելի մնալ։ Որովհետև միջօրեն լույս և անըստվեր արև է, այս պատճառով է ասում միջօրեին. գուցե սատանայական վարքով սևացած լինեմ նախկին մեղքերով և հեռացած բարեբեր արոտավայրերից, ինչպես որ ինքը Տերն է ասում Սուրբ Ավետարանի մեջ. «Ես եմ քաջ հովիվը, եթե մեկն ինձ հետ գա, պիտի ապրի»։ Հովհաննեսի ավետարան 10-րդ գլուխ 11-րդ համար։ Եվ այսպես հաջորդ խոսքերը։ Փեսան ասում է հարսին. «Եթե չճանաչես անձդ, ով գեղեցիկդ կանանցից, գնա հոտերի հետքերի հետևից և ուլերդ արածեցրու հովիվների վրանների մոտ»։ Առաջին գլուխ 7-րդ համար։ Հարսի հարցման համեմատ Փեսան պատասխանում է հիշեցնելով այն գեղեցկությունը, որ տվեց նրան, և զգուշացնելով ճանաչելու իր անձը, ըստ Մարգարեի ասացի, թե նայիր քո մեջ։ Երկրորդումն օրինաց 4-րդ գլուխ 9-րդ համար։ Արդ այն է ասում, թե հիշիր առաջին պարգևները, այսինքն դրախտը և այն փառքը, որ ստանալով ապականեցիր մեղքով, և դարձյալ ողորմություն գտար ոչ թե քո արած բարի գործերի համար, այլ իմ ձեռքով, որ քո մեղքերի տեղը հատուցում եղա, ինչպես ասում է Մարգարեն, թե Տերն իմ փոխարեն հատուցում արեց։ Գիրք Սաղմոսաց 137-րդ գլուխ 8-րդ համար։ Բայց եթե այս ամենը չմտածես և դու չնայես քո մեջ և ինքդ քեզ չխոնարհեցնես, քո ամբարտավանություններից կամ քո ուղիղ վարքով կամ քո այլ բարի գործերով, որ լինում է չարից հետ կանգնելով, բայց եթե հպարտանաս քո նախահոր պես և այնուհետև բարի ընթացքով չքայլես, դրա պատճառով դուրս կգաս հոտիցս, որ բրդով և կաթով է պտղաբերում, և փոխանակ իմ արոտավայրին կխառնվես ուլերի խմբին, որ բոլորովին անպտուղ են, զի ոչ բուրդ և ոչ կիթ ունեն, որ օտարացած են բարի Հովվիս վրանից, և գնալով օտար հոտերի հետևից, որոնք իրենք իրենց հոտ են կարծում, բայց հոտ չեն, այլևս չես գտնի բարի Հովվին։ Ուրեմն հոգ տար փրկությանդ, որ պարգևեցի քեզ, պատերազմելով աներևույթ փարավոնի կառքերի և երևարների դեմ իմ անպարտելի զորությամբ։ Այս է, որ ասում է.
Քեզ փարավոնի կարգին լծված ձիուս պիտի նմանեցնեմ, մերձավոր իմ։ Առաջին գլուխ 8-րդ համար։ Թե նրա կարգն ընկղմելով ինձ մերձավոր արի, անցկացնելով մեղքերի ծովից։ Արդ ես փութաջան եմ համառոտին, եթե ավելի երկար խոսք ես կամենում լսել, դիմիր Գրիգոր Նյուսացուն։ Տես Սուրբ Գրիգոր Նյուսացի մեկնություն երկերկոցի ճառ 3 Մաշտոցյան մատենադարան ձեռագիր 1013 թերթ 55a մինչև 66b։ Օրիորդներն ասում են հարսին, այսինքն Փեսայի բարեկամները, որոնք են առաքյալները, մարգարեները և վարդապետները, ովքեր հանապազ խրատում են մեզ մտաբերել մեր վերստին ստեղծումը, և թե այն առաջինից որքան առավել է, այլաբանելով տատրակի, մանյակի, ոսկու, արծաթի և ձիու մասին։ Գրիգոր Նարեկացին ամենայն հավանականությամբ աչքի առջև է ունեցել տատրակի բնութագիրը, որ առկա է Փիլոն Եբրայեցու այնոցիկ, որի լինելությանն խնդրոց և լուծմանց աշխատության, ինչպես նաև բարոյախոսի մեջ։ Քանզի գեղեցկացան ծնոտները քո տատրակի ծնոտների նման։ Առաջին գլուխ 9-10 համարներ։ Որովհետև այս թռչունը սրբասեր է, և եթե պատահի, որ իր արուն մեռնի, նա մինչ մահ այլևս իր նմաններից ոչ մեկի հետ չի զուգավորվի։ Արդ ծնոտդ նմանեցնելով տատրակի ծնոտի, ցանկանում է ասել, որ Աստուծո դեմքն ու պատկերն ես և սրբությամբ ես զարդարված որպես տատրակ, որ նրա պատվիրանների ահը մանյակի պես զարդարում է պարանոցդ, ոսկու և արծաթի նման սուրբ և մաքուր ես մեղքից։ Դրանց է նմանեցված և ոչ թե ճշմարիտ ոսկի և արծաթե։ Քանզի մարդու մտքին հասու չէ այն հոգևոր գեղեցկությունը, որով զարդարված է մարդը, և Աստուծո հանգստարանը որպես ձի, որը միայն Պողոսին է նմանվում, և հոգով նրա նմաններին, ով անճար բաներ լսեց։ Արդ այս ասացին օրիորդները, վկայելով Փեսայի խոսքերը, որ առաքինազարդ հարսին նմանեցրեց իր ձիուն, որով փարավոնի դեմ մարտնչեց։ Այս օրինակները ցույց են տալիս առավելագույն պարգևների հասնելը, որ ոչ միայն քո մեջ կհանգրվանի, ինչպես ձիու վրա, եթե բարի գործերով զարդարվես, այլ նաև իր գիրկը կընդունի քեզ։ Սրա համար է ասում, մինչև որ արքան իր գիրկն ընդունի քեզ։ Առաջին գլուխ 11-րդ համար։ Բայց ինձ այնպես է թվում, թե այս խոսքերի կատարյալ մեկնությանը հասու չեղար, այս պատճառով ստիպված եմ դարձյալ համառոտել։ Փարավոնի կարգին լծված ձիուս պիտի նմանեցնեմ քեզ, մերձավորին։ Արդ ձիու մասին հարցնելու է. եթե քոնն է, ապա ինչպես է լծված փարավոնի կարգին, և կամ ով է փարավոնը։ Լսիր և կմեկնեմ։ Ձին Աստուծո մարդկային բնությունն է, քանզի հանգստարան և բնակարան էր աստվածության, որ պարծենում էր խրոխտանալով, իբրև խստերախ ձի, և դարձյալ մեղքերի պատճառով կառավարվեց սատանայից, որով և ակնարկում է փարավոնին, որի հետ Հիսուս մարտի բռնվեց խաչով, և այդ խաչի օրինակն էր Մովսեսի գավազանը, որով հերձեց ծովը և ընկղմեց փարավոնին, այսինքն սատանային և իր պատկերը, որ իբրև ձի կապված էր նրա կարգին, դարձյալ իր մեջ ամփոփեց։ Այս է, որ ասում է փարավոնի կարգին լծված ձիուս, որովհետև աստվածության կարող զորությունը կործանեց փարավոնի կարգը, և դարձյալ երևույթ ձին, որ զարդարված էր իբրև հենց թագավորական և լծված փարավոնի կարգին, իմն էր և այն, որովհետև իմն է ամեն ստեղծված։ Արդ իմ այն զարդարված ձիուն նմանեցրի քեզ, որ վարեցի բռնությամբ, որոնք ասում էին փախչենք Իսրայելի երեսից։ Նույնպես և մանյակով զարդարված, որ դասվեց կարգի մեջ, դարձրեց իր երիվարը, ընկղմելով աներևույթ փարավոնին ծով հրեղեն, և իրենը դարձնելով քեզ այնչափ պերճացրեց առաքինությամբ, որ նրա երիվարն էիր, որ փոխանակ քո վրա նստելու առավ իր գիրկը, առավել ևս նույնիսկ իր ուսերի վրա դրեց, ինչպես ասում է Տերն ավետարանում։
Հարցնասում է իրեն և Փեսային. «Նարդոսն իմ բուրեց հոտն իր, իմ եղբորորդին ստաշխի ծրարի պես ստինքներիս մեջ պիտի հանգչի»։ Առաջին գլուխ 12-րդ համար։ Իմ եղբորորդիս ծաղկյալ ողկույզ է Ենգադդի այգեստանի մեջ։ Առաջին գլուխ 13-րդ համար։ Այն պարարտ է այգիների բերքով։ Նախ եւ առաջ իմացիր, որ ով Փեսա է կոչվում է եւ եղբորորդի, որովհետեւ բանն Աստված հրեաներից մարմնացավ, իսկ հրեաներն ու հեթանոսները եղբայր են, քանզի երկուսն էլ Ադամից են։ Իմ եղբորորդին ստաշխի ծրարի պես ստինքներիս մեջ պիտի հանգչի։ Այս այն է, որ ասված է ավետարանում, թե ով որ ինձ հավատա, կհաստատի, թե ճշմարիտ է Աստված։ Հովհաննեսի ավետարան 3-րդ գլուխ 33-րդ համար։ Արդ, ով հավատում է նրան եւ նրա պատվիրաններն ու երկյուղն իր սրտի մեջ ծրարելով, ժողովում է, պատվական յուղի ու անուշահոտ խունկի պես է, մանավանդ, որ ուրիշներին եւս տարածում է հոտը, ինչպես առաքյալն է ասում. Աստուծո առաջ Քրիստոսի անուշ հոտն ենք փրկվածների եւ կորսվածների մեջ։ Պողոս առաքյալի երկրորդ թուղթը Կորինթացիներին 2-րդ գլուխ 15-րդ համար։ Բայց կա կենդանի, որ մեռնում է անուշահոտությունից, ինչպես մեղավորները, որ չեն ընդունում անուշահոտ գրքերի վարդապետությունը, որ ստինքների, այսինքն սրբերի սրտերի մեջ է ամփոփված։ Նրանք, ովքեր ընդունում են, մի կյանքից մյուսն են փոխվում, իսկ ովքեր չեն ընդունում, մի մահից մյուսը։ Ինչպես ասում էր Քրիստոսի մեծնահատակ Իգնատիոսը, թե Քրիստոսին իմ մեջ եմ կրում։ Երբ այս բանը լսեց Տրայանոս կայսրը, ասաց. հրամայում եմ այրել Իգնատիոսին, որ ասաց, թե խաչյալին իր մեջ է կրում, որպեսզի խաչյալը եւս իր հետ միասին այրվի։ Մինչդեռ ըստ հայսմավուրքի, Տրայանոսը փորձում է այրել Սուրբ Իգնատիոսին, նահատակություն 117 թվական։ Հաջողության չհասնելով, հայն ետ վճիռ, եթե Զիգնատիոս, որ ասաց ինքյան ունելս խաչյալն, հրամայենք կապել եւ զինվորոք տանել Հռոմ, զիկերակուր լիցի գազանած իր զբոսանը սխաղում։ Դեկտեմբեր 20, Քաղոց 12։ Տես Հայսմավուրք, Կոստանդնուպոլիս, 1834 թվական, էջ 299։ Փեսան ասում է հարսին. Ահավասիկ ես, մերձավոր իմ, ահավասիկ ես, գեղեցիկ իմ, աչքերը քո աղավնիներ են։ Առաջին գլուխ 14-րդ համար։ Այսինքն թե, որովհետև մերձեցար ինձ եւ օտարացար մեղքերից, առաջին գեղեցկությունը, որ դրախտում ունեիր, ստացար, եւ ոչ միայն այս պարգևին հասար, այլև աղավնու աչք ստացար ինձ նայելով, այսինքն Սուրբ Հոգուն, քանզի մեկը ինչին որ նայում է, մտքով նրան է նույնանում։ Արդ, որպեսզի մեկնության մեջ չեր կարեմ, իմացիր, որ համառոտն եմ գերադասում։ Հարցն ասում է Փեսային. Ահավասիկ եղբորորդիս գեղեցիկ է նա, գահույքի մոտ հովանավորված։ Առաջին գլուխ 15-րդ համար։ Մեր տան գերանները մայրիներ են, եւ նոճիներ են դարավանդները մեր։ Առաջին գլուխ 16-րդ համար։ Փեսան ցույց է տալիս աղավնու պես մաքուր հոգու աչքերը։ Հարսը վկայում է, թե ինչ որ չէի կարողանում տեսնել այն ժամ, մինչ տակավին փոխված չէի աղավնու բնության, այժմ աղավնի լինելով տեսնում եմ քեզ, իմ եղբորորդի։ Զիթեպետ եղբորորդիս եղար, մարմնավորելով իմ տգեղությունը, բայց եւ գեղեցիկ ես, աստվածությունդ ինձ հետ խառնելով, ինչպես եւ Մարգարեն է ասում, մարդկանց բոլոր որդիներից ավելի գեղեցիկ կտեսնվի։ Գիրք Սաղմոսաց 44-րդ գլուխ 3-րդ համար։ Մեր գահավորակի վրա ու ներքո։ Առաջին գլուխ 16-րդ համար։ Այսինքն Քրիստոսին մեծ տուն եւ Հովանի է անվանում տնօրենությամբ։ Մեր տների գերանները մայրիներ են։ Առաջին գլուխ 16-րդ համար։ Այդ փայտերը անփութ ու անուշահոտ են եւ հարմար են շինության համար, ինչպես որ մեր Տիրոջ մարմինն է պատշաճում շինելու համար այս տունը, եւ կամ ինքներս մեզ մաքրելու, այնտեղ բնակվելու համար։ Տիրոջ տունը հենց մենք ենք, ըստ Պողոսի։